Հանդիպում արվեստի հետ շարքի տարեսկզբյան առաջին միջոցառումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բրիտանացի հայտնի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենին էր նվիրված։ Միջոցառմանը Բրիտենի 6 վոկալ ստեղծագործություններով մասնակցեցին Զվարթնոց վերածննդի հիմնադրամի մենակատարները։ Հերթական անգամ համագործակցում ենք բրիտանական խորհրդի հետ եւ չցանկացանք բաց թողել այն հնարավորությունը Բենջամին Բրիտենի նման մեծանուն բրիտանացի կոմպոզիտորին ներկայացնելու, հաշվի առնելով, որ նրա 100-ամյակն է եւ նմանատիպ միջոցառումներ հիմա ամբողջ աշխարհով մեկ տեղի են ունենում, այդ թվում եւ Հայաստանում։ Երեկոյին ցուցադրվեց բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Փալմերի A Time There Was մի ժամանակ ֆիլմը։ Բրիտենի կերպարը բացահայտող երաժշտավավերագրական կինոնկարը հեղինակավոր բազմաթիվ մրցանակների է արժանացել։ 1973-ին ստեղծված ֆիլմում արխիվային կադրեր կան մաեստրոյի փորձերից եւ ելույթներից։ Բրիտենի մասին պատմում են ընտանիքի անդամները։ Լեոնարդ Բերնստայնը խոսում է Բրիտենի հանճարի, նրա երաժշտության ու ներաշխարհի մասին։ Խրուշչովյան հալոցքին հաջորդած հարաբերական ազատության շրջանում Բենջամին Բրիտենը բազմաթիվ արտասահմանցի ստեղծագործողների հետ եղել է Խորհրդային Միությունում, այցելել նաև Հայաստան։ Շատ մեծ ազդեցություն ունեցավ հայկական դպրոցի վրա, որովհետև եթե ուշադիր լինենք ես խոսում եմ երաժշտության մասին, հայ երաժշտության մասին, բոլոր նոր ուրեմն մտահղացումները, ոճական փոփոխությունները դրանք սկսեցին 60-ականների կեսերից։ Եվ մենք ստեղծեցինք, որովհետև ես էլ կայի դրա ակունքներում, երիտասարդ, ավինովլի, ուրեմն նոր հայկական երաժշտության ուրեմն հիմքերը։ Եվ այսօր եթե մենք ունենք փայլուն կոմպոզիտորներ արտասահմանում եւ այստեղ երիտասարդ, դա երևի շնորհքն է այդ 60-ականների, 70-ականների կոմպոզիտորների, որոնք սկսեցին առնչվել ժամանակակից արտի մեծագույն կոմպոզիտորների հետ։ Բենջամին Բրիտենը մտերիմ էր խորհրդային հայտնի երաժիշտներ Ռոստրոպովիչի, Վիշնևսկայայի, Շոստակովիչի եւ Ռիխտերի հետ։ Երկաթյա վարագույրից անդին հազվադեպ, բայց հանդիպում էին միմյանց ձոնում իրենց հեղինակած ստեղծագործությունները։ Մելոդիա ձայնագրման ֆիրման թողարկում է նրա մի քանի ստեղծագործությունների սկավառակները։ Օպերաներից առաջինը եւ ամենահայտնին Փիթեր Գրայմսը, Պարս սիմֆոնիան։ Մի այցի ժամանակ Ռոստրոպովիչը Բրիտենին առաջարկում է հանգիստն անցկացնել Դիլիջանում։ Այդ տարիներին հայկական առողջարանային հանգստավայրը հայտնի էր որպես ստեղծագործական հանգստի հիանալի պայմաններ առաջարկող կենտրոն։ Մեծանուն ստեղծագործողներին դիմավորելու եւ հատուկ պայմաններով հյուրընկալելու համար շատ ջանքեր են թափել Էդուարդ Միրզոյանը, Վլադիլեն Բալյանը, իհարկե ունենալով ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահի թույլտվությունը։ Այն ինչ որ արեց ինքը Դիլիջանում, ինքը շատ արագ էր աշխատում եւ այդ ընթացքում գրեց 6 ռոմանս Պուշկինի խոսքերով, որը նվիրեց իմջալուց Հայաստանին։ Հանճարեղ կոմպոզիտորը, հմուտ դաշնակահարն ու դիրիժորը 20-րդ դարի անգլիական դասական երաժշտության դեմքերից է։ Նրա ստեղծագործությունը ներառում է օպերա, վոկալ երաժշտություն, նվագախմբային եւ կամերային գործեր։ Գրել է նաեւ մանուկների եւ պատանիների համար նախատեսված երաժշտություն։ Անգլիայում Բրիտենին համարում են ազգային երաժշտական հանճար, ում ստեղծած առաջին օպերայի բեմադրությունը նշանավորեց անգլիական ազգային երաժշտական թատրոնի վերածնունդը։ Բրիտենի գործերում մեծ տեղ ունեն ձայնի եւ նվագախմբի համար գրված գործերը։ Նրա ստեղծած 14 օպերաներից մի քանիսն այսօր համարվում են ամենաշատ կատարվող անգլիական ստեղծագործությունները։ Հերմինե Հակոբյան, Արթուր Մանուչարյան, ձայնագիր։